Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, գաղափարակիցներ ջան։ Հենց մի հատ տանջող մտքի մասին, որը ուղիղ կապ ունի իրականության հետ, ուզում եմ հենց այս ուղիղ կապով բարձրաձայն արտահայտվեմ եւ իմ այս միտքը, որ ինձ տանջում է եւ սա այսօրվա իրականության հետ ուղիղ կապ ունի եւ սա ոչ թե միտք է, այլ նաև իրականություն է։ Ես ուզում եմ ձեզ հետ կիսվեմ եւ բարձրաձայն նշմարի տեսքով արտահայտվեմ։ Բոլոր այն ինստիտուտների պատասխանատուները իրավական եւ քաղաքական, ովքեր դարձել են այս պետությունից թալանված միլիոնավոր դրամների եւ դոլարների գերին եւ կազմակերպված ձևով ինստիտուտները, պետական ինստիտուտները, քաղաքական եւ իրավական օգտագործում են պետության դեմ, հեղափոխության դեմ, այնպես անելով, որ մարդիկ հիասթափվեն հեղափոխությունից, այնպես անելով, որ հեղափոխությունը դնեն կասկածի տակ, ես ձեզ քաղաքական մակարդակով իմ ցավակցություններս եմ հայտնում, որովհետև դուք քաղաքական մակարդակով չեք խնայվելու, դուք ստանալու եք ամենադաժան պատիժը քաղաքական մակարդակով։ Նորից եմ ասում, ես իմ ձևով, իմ լեքսիկոնով, իմ գյուղավարի ակցենտով ասում եմ, դուք ձեր ճակերտերի մեջ կիրթ իբր կիրթ հասկացողությունով հասկացեք։ Բոլոր այն ինստիտուտների պատասխանատուները, պետական ինստիտուտների, քաղաքական եւ իրավական բոլոր ինստիտուտների պատասխանատուներին է ուղղված այս խոսքը։ Նրանք ովքեր դարձել են Հայաստանի Հանրապետությունից թանանված միլիոնավոր դրամների եւ դոլարների գերին եւ այդ ինստիտուտները օգտագործում են հեղափոխության դեմ, դիմակայում են հեղափոխությանը, ես ձեզ իմ քաղաքական ցավակցություններից եմ հայտնում։ Դուք չեք խնայվելու։ Բոլոր ինստիտուտներին վերաբերվում, առողջապահությունից սկսած կրթությունով վերջացած, բոլոր իրավական եւ քաղաքական բոլոր ինստիտուտներից, բոլոր ինչքան Հայաստանի Հանրապետությունում ինստիտուտ կա, մանկապարտեզից սկսած դատարաններից սկսած բոլոր քաղաքային եւ ուժային կառույցներով վերջացած, բոլոր այն ինստիտուտի պատասխանատուները, իրանց ենթականները, տեղականները, ովքեր դարձել են այս պետությունից Ռոբերտ Քոչարյանի եւ Սարգսյանի այրան ծարավների, այս պետությունից թալանված միլիոնավոր դրամների եւ դոլարների գերի, մենք մեր քաղաքական մակարդակով, մենք մեր ցավակցությունն ենք հայտնում ձեզ, որովհետեւ դուք չեք խնայվելու։ Ինչպես տասնյակ տարիներով այս պետությունը իրենց անձնական հարստության, իրենց անձնական կոմֆորտի, հաճույքների համար աշխատացրել են եւ ոչինչ չանելով, ոչ մի միլիմետր, ոչ մի վայրկյան չաշխատելով այս պետության հարստության, այս պետության հաջողությունների համար, ընդհակառակը տասնյակ տարիներով այս պետությունը աշխատացրել են իրենց անձնական հարստության համար, ոչ մի կապ չհաստատելով պետության եւ այս պետության մեջ ապրող հայ մարդու հետ, ինչպես իրանք չեն խնայվել եւ ինչպես իրենք չեն խնայվելու, տասնապատիկ ավել, դուք չեք խնայվելու։ Ես քաղաքական մակարդակով ձեր ընտանիքի անդամներին իմ ցավակցություններս եմ հայտնում։ Աստծով ամեն ինչ լավ լինելու։ Հայ մարդիկ, վերջի օրերս պարզա, այդ ձև օրերը շարունակականանալու, քանի ընտրությունները մոտիկանում է։ Հաճացողների ակտիվությունը, ոռնացողների ակտիվությունը շատանալու է։ Բայց մենք լավ գիտենք։ Իրանք սենց օգտվելով հեղափոխության հարստությունից, ժողովրդավարության հարստությունից, մարդու կերպարի մեջ մտած էս տաղալամիշ են գալիս։ Մարդենք կանք ուզում են հանրության ասեն, մենք այն ժամանակ էլ կային, օրինակ Սաքուլիկի նման լակոտը, ուզում ասի ես այն ժամանակ էլ էի Սաքուլիկ, հիմա էլ եմ Սաքուլիկ, այն ժամանակ ինչ ոնց կարում եմ ձևանում էի, հիմա էլ եմ կարում անեմ։
Ուրեմն թող այդ ցակուլիկի նման լակոտ լուկուտները բոլորը անգաշներին օղան են։ Մենք նույն մենքն ենք։ Դուք էլ դուք եք։ Մենք ձեզ ենք լավ ճանաչում։ Մեզ էլ ենք լավ գիտում։ Ու մենք մեր հնարավորությունի վրա ոչ միլիմետր անգամ չենք կասկածում։ Առավել եւս, եթե համարձակությունից եք խոսում, դուխից եք խոսում, մենք մեզնից համարձակը ոչ մեկին չենք ճանաչում, որևէ ցանկություն չունենք ճանաչելու։ Ասեմ ավելին, հայ մարդու վրեժի ժամանակ այլևս վրա է ասել։ Ես արդեն շնչում եմ այն հոտը, այն վրեժի հոտը, որ արդեն վրա է հասնում։ Արդեն վրա է հասնում, հաշված ժամեր է մնացել, որ վերջնականապես քաղաքակիրթ մակարդակով հայ մարդը իր վրեժը լուծելու է տասնյակ տարիներով իրենց արևանկած վախի ստրախի մեջ պահած կիլլերներից, ռոբասերժիկից եւ իրենց խուլիգան կիլլերներից։ Ես զգում եմ արդեն այդ հոտը, որ քաղաքական մակարդակով հայ մարդը թափելու է տասնյակ տարիներով իրենց ծծած այունը ռոբիկի եւ սերժիկի բերանից։ Ես արդեն զգում եմ, ես այդ հոտը արդեն քաղաքական մակարդակով զգում եմ, որ Ռոբիկի Սերժիկի այդ Ղարաբաղյան խուլիգան մաֆիայի բերանից վարեր գետի նման հոսելու է տասնյակ տարիներով հայ մարդու ծծած այրունը քաղաքական մակարդակով։ Ես այդ ամեն հոտը արդեն մենք զգում ենք, ու արդեն այո հայ մարդու վրեժի ժամանակը քաղաքական մակարդակով հունից հելելա ու հելնումա։ Սիրելի մարդիկ, մենք ու գիտենք, որ ձեր սեփական իշխանության ձեր սեփական լեգիտիմ իշխանության եւ ձեր կողմից մերժված խուլիգան բանդայի տարբերությունը, որ ձեր կողմից, մեր կողմից մերժված խուլիգան բանդան, մեր պետությունը օգտագործել է իրան աշխատացրել են իրենց անձնական հարստության համար, իրենց անձնական կոմֆորտի համար, իրենց անձնական հարմարավետության համար։ Իսկ ձեր սեփական պետությունը աշխատում է պետության կոմֆորտի համար։ Ձեր սեփական պետությունը աշխատում է պետության հարմարավետության համար։ Ձեր սեփական իշխանությունը աշխատում է պետության հարստության համար։ Մենք այդ ամեն ինչը լավ տեսնում ենք։ Սա մի իրականություն է, սա խոսքերով չէ։ Սա խոսքերով չէ, որ պետք է սրտմաճնիկ բաներ ասենք։ Այս խոսքերի իրականությունը, քաղցրությունը դուք տեսնում եք, մենք բոլորս ենք տեսնում։ Քաղաքական մակարդակով ցավակցություններ եմ հայտնում բոլոր այն ինստիտուտների պատասխանատուներին, ովքեր դարձել են այս պետությունից թալանված միլիոնավոր դրամների եւ դոլարների գերին եւ ամեն մեկ իր տեղ այնպես է անում, որպեսզի կասկածի տակ դնի հեղափոխությունը։ Ամեն մեկը այնպես է անում իր հերթին մտածված, կազմակերպված, որպեսզի հեղափոխությունը անվստահություն ապրի։ Դուք այլևս բացահայտված եք եւ ես իմ քաղաքական մակարդակով ցավակցություններս եմ հայտնում ձեր ընտանիքի անդամներին։ Բավարարվեք այսքանով։ Աստծով ամեն ինչ լավ է եւ լավ է լինելու։ Բարի գիշեր ձեզ։